Ես հիմա նաև ուզում եմ խոսել, ես տեխնացու եմ գալիք ընտրությանը գլենդելում, որը վերջնական է հունիսի 2-ին 3 հոգի պիտի ընտրվեն 12 տեխնացու կա այդ 3 աթոռի համար 3-ը ոչ հայեր են 9 հայեր են դրա համար դուք պետք է շատ ուշադիր լինեք որ ում եք քվեարկում թե չէ ձեր քվեները բոլորը ցրիվ եք տալու եւ ոչ ոք չի ընտրվելու ուշադիր եղեք մեր ստուդիան գտնվում է կամ մեր կամպեյնը շտաբը գտնվում է 11-10 Սոնորա փողոց նոմեր 207 բալետը գալու է մայիսի 2-ին կուղարկեն ընտրությունը ավարտվում է հունիսի 2-ը նրանք որ գրանցված չեն մինչև ամսի 18-ը ժամանակ ունեն գրանցվելու որպես իրենց քվեաթերթիկը իրենց տանը ստանան որովհետև եթե ուզենաք գնաք ընտրատարած կամպյուտերի վրա պիտի կատարեք որ անգամ կամպյուտերի վրա անձը ծանոթ է նաև ժամանակ է խլում երբեմն զբաղված է լինում պետք է շարք կանգնել ուրեմն ավելի լավ է գրանցվեք հիմա բալետը ձեր տունը կա եւ քվեարկեք այդպես ավելի հեշտ կլինի նա մանավանդ եթե մեկը կամպյուտերով այդ ընտրությունը չի կատարել մինչև հիմա ավելի անծանոթ է լինում ավելի դժվար է լինում իսկ եթե դուք կարող եք այս շտաբին օգնել ընտրարշավին օգնել այստեղ կարող եք հեռախոսը պահել եւ ձեր օգնությունը բերեք ամենայն դեպս որևէ հարցերով կարող եք զանգահարեք 818-244 մնացածը բոլորին է ուրեմն 249 հեռախոսա համարն է դրա համար տեսնում եք ինները իրար կողքի են կրել որ դուք ավելի հեշտությամբ կարողանաք հիշեք հեռախոսա համար ես ուզում եմ հիմա խոսել այս լուսնի շուրջը Արտեմիս 2 տիեզերանավը գնում է դեպի լուսին գնացել է այսինքն հիմա վերադառնում է տեսնում եք մեր մոլորակն եք տեսնում ինչ որ այդ տիեզերանավի միջից նկարեն են մեր մոլորակը տեսնում եք այսպես գեղեցիկ նկարեն են ես ուզում եմ այստեղ մի քանի հիշեցում կատարել ամերիկան տեսնելով որ Չինաստանը որոշել է 2030 թվին տիեզերագնացներին վայրեջք են կատարելու չինացիները լուսնի վրա դրա համար արագացրին այս Արտեմիսի հարցը Արտեմիս 22-ը այսինքն հիմա վերադառնում է դեպի մեզ գալիս է դեպի մեր մոլորակը 2000 հաջորդ տարի Արտեմիս 3-ն է գնալու էլի ինչ որ այսօր պատահում է նույնը գնալու է շրջելու է վերադառնա 2028-ին ծրագրերն են որ վայրեջք կկատարեն որպեսի ամերիկան թեև 1969 թվականին Նիլ Արմսթրոնգ եւ մեկ ուրիշ տիեզերագնաց այնտեղ վայրեջք կատարեն են մինչև 72 թիվը Ապոլոները այսպես աշխատանքներ կատարեն են բայց 72 թվից մինչև հիմա դեպի լուսին այդպես աշխատանք չի եղել որ գնան լուսնի վրա վայր իջնեն հիմա դրա համար է արագացրել է ամերիկան $20 բիլիոն գումար են հատկացրել որ լուսնի վրա կայան կստեղծի ամերիկան 20 բիլիոն ծախսելու այնտեղ կայան ստեղծի լուսնի վրա որպեսզի այդտեղից իրենք ասում են դեպի ուրիշ մոլորակներ այդտեղից հլանան որ մոտենա ավելի մոտիկ լինի Մարսը ամենանպատակը դա է հետո Մարսին հասնել ուրեմն ավելի մոտիկ կլինի երբ որ լուսինը մնալու է գետնի եւ մոլորակի միջև ուրեմն այնտեղից աշխատանք կատարվի սրանք բոլորը ապագայի հարցերն են ինչ որ կա ամենայն դեպս մեր մոլորակից մինչև լուսին 252,000 մայլզ է կամ 400,000 կիլոմետր որպես 400,000-ի պատկերացում ունենակ Լոս Անջելեսից Նյու Յորք 3000 մայլ է դիեզերանավը
երբ օթանավով գնում եք Լոս Անջելեսից կամ Նյու Յորքից վերադառնում եք այստեղ մոտարապես օթանավը գնում է 500 մայլզ ժամական այս տիեզերանավը 4300 մայլզ ժամական գնում է դեպի լուսին հիմա կամ վերադառնում է դեպի մեզ այսպես շարունակենք տեսնում եք լուսնի վրա նկարված էր այդպես է նորից տեսնում եք լուսինն եք տեսնում մեր մոլորակն եք տեսնում այդ տիեզերանավի միջից տեսնում եք բոլոր աշխատանքները տեղի ունեցող նաև այդտեղ Արտեմիսը այս տիեզերանավը որ կոչվում Արտեմիս աշխատանք կատարում է տիեզերագնացներին 4-ը մեկը կանադացի է մնացածը ամերիկացիներ են եւ ուրբաթ մոտարապես ճաշին պիտի կա տեսնում եք այստեղ այնտեղից իհարկե փայլեթը Վիկտոր Գլավեր խոսում է բացատրում է ինչ է տեղի ունենում ինչ եք տեսնում այդտեղ ասում է շատ գեղեցիկ է անհավատալի է եւ դժվար է բացատրել այդ գեղեցկությունը ինչ որ իրենք տեսնում են այստեղ մնացած տիեզերագնացներն են նաև խոսում էին քիչ առաջ ասում եմ ամեն տարօրինակ տեսարանը ինչ որ մենք տեսնում ենք եւ տեսեք հիմա այդ ուտելիքն է որ հանկարծ տեղից դուրս է եկել եւ այդտեղ տիեզերագնացը գլուխը քաշելներ որ չկպչի այդ նութելան իր գլխին չկպնի տեսնում եք այդտեղ լուսնի վրա եք տեսնում որ գիտեք ջուր չկա այնտեղ լուսնի վրա ջուր չկա եւ այս գիտական աշխատանքն ինչ որ շարունակվում է սա Space Station գոյություն ունի Space Station որ հաճախ գնում էին այստեղ ուսումնասիրություն էին կատարում վերադառնում էին իսկ դրա NASA-ն ուրեմն թե այդ է որ ռուսները նաև այդ տիեզերքում այդ կայանը գոյություն ունի ռուսների հետ միասին է ամերիկան կատարում ամենայն դեպս NASA-ն տեսնում եք հիմա փորձը նորից կենտրոնացել է լուսնի վրա այստեղ տիեզերագնացներին եք տեսնում որ ասում է տարօրինակ փորձառություն է ինչ որ ունենք եւ գեղեցիկ ժամանակ ենք ունենում այսքանի օրը որ եկել ենք ուսումնասիրելու տիեզերքը լուսինը ուսումնասիրելու այսպես բացատրում էին այդտեղ ես պիտի դադար վերցնեմ երբ վերադառնամ դադարից Իրան Ամերիկայի պատերազմի մասին խոսեմ Այս ծրագիրը հովանավորում է Էլին Մարտիրոսյանն հովանավորում ծրագիրը եթե դուք accident ունենաք դուք մեղավոր չեք ձեր մեքենային վնաս ասել պետք է հատուցում տան ձեզ ուրեմն ճիշտ հատուցում ստանալու համար զանգարեք այստեղ նաև եթե մեքենայի մեջ անձիկ կան դուք կամ ուրիշներ մեքենայի մեջ եք եղել ձեզ պետք է վնասը վճարեն թե մեքենայի թե ձեր անձնական վնասները հատուցում ստանաք սա հեռախոսը համարն է գրասենյակ գտնվում է Գլենդելում Բրանդ փողոցի վրա է գտնվում խորհրդակցեք փաստաբանի հետ Central Avenue Pharmacy հովանավորում է ծրագիրը Central Avenue Pharmacy California Գլենդելում գտնվում է 30 քանի տարի է դոկտոր Այս Գլենդելում է աշխատում իսկ հիմա իրենց նոր կենտրոնը բաց են արել Sunland քաղաքում, որը պիտի ծառայի Sunland, Tahanga, Silmar, Simi Valley, Grand Hills, բոլոր այդ տարածքներում, եթե տեղերի կարիք ունեցաք, զանգ արեք, այստեղ տեսնում եք, նաև ձեր տեղերը կբերեն ձեր տանը կամ դուք գնացեք տեղատուն եւ շնորհավորեք դոկտորին, որ փորձառու տեղագործ է, իր հետ խոսեք շնորհավորեք իրեն տեղատունը նոր բացման համար, որ ավել հեշտ կծառայի ձեր տարածքներին։ Ծրագիրը հովանավորում է Երևան Post հովանավորում է ծրագիրը։
Երևան Post, եթե կնակ այնտեղ գրանցայիզում է։ Իմ անուն տակ Վրեժ Աղաջանյան կամ Վրեժի անուն տակ մի ծանրոցը pound-ը $2.99 է որևէ տեղ այդքան էժան չի։ Իսկ եթե իմ անունը տակ $1.99 կարող եք ծանրոց ուղարկել Հայաստան օդանավով։ Եվ եթե նավով պիտի ղրկեք, մեկ ծանրոց կնեք, իմ անունը տակ 2 առավել ծանրոց ես անվճար հատկացնելու են։ $30 ծանրոց կնեք, 2 $30 առավել ծանրոց կտան $90 տուկ։ Այսինքն ձեր ինչ որ ղրկելու եք կարող եք ղրկել ընդամենը մեկի գումարն եք տալիս, $30 տալու եք, $90-ի ծանրոց ունեք ղրկելու։ Ծրագիրը հովանավորում է նաև Շահին թուրն է հովանավորում ծրագիրը։ Կազմակերպել է թուր միջերկրական մայիսի 16-ից 26, 10 օր թուր է $3690։ Անպայման օգտվեք ծառայությունից, ինչ որ սա հեռախոսահամարն է։ Ծրագիրը հովանավորում դոկտոր Բարսեղյանը, Մահտեսյան ատամնաբույժներն են հովանավորում ծրագիրը, Ալիվ եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում են իրենք գտնվում, որը հարց ունեք ատամի հետ, լինդի հետ, արյունհոսություն ունեք ատամի լինդի, պրոթեզ պիտի տեղադրեք, այս հեռախոսահամարի զանգարեք։ Ալիվ Գլենոքսի ճիշտ հատման կետում բրբանքում, բայց Գլենդելի հարևանության կվերադառնա։ Նախագահ Թրամփը ասել էր այսօր ժամը 8-ին, երեկոյան ժամը 8-ին վերջնագիր էր տվել Իրանին, այսինքն մեր ժամով ժամը 5-ը այստեղ։ Իսկ այս վերջին վայրկյաններում իհարկե այդ վերջնագիրը այսպես էր, որ բոլոր Իրանի կամուրջները, բոլոր էլեկտրակայանները, բոլորը հողի հետ ավասարելու է, ասել էր նախագահ Թրամփը, եւ կրկնեն էր հաճախ բազմիցս անգամ այս վերջին օրերը։ Իսկ մի բան, որ իրեն հիշեցրին, որ եթե մի հարց, որ հանրության կապ ունի, օրինակի համար էլեկտրակայանը, եթե ռմբակոց են, երկիրը էլեկտրականություն չունենա, պատկերացրեք հիվանդներ կան, որ իրենց մեքենան միացած է էլեկտրականությամբ է աշխատում, երեխաներ կան ինքյուբետորների մոտ, որ մեկ քիչ հետո պիտի ցույց տամ, մեկ ամերիկացի հաղորդավար ամենաշատ հեռուստաալիքներում ամենաշատ դիտողը ուներ, նախապես Fox News-ի վրա էր նախագահի 100% հովանավորողն էր այս հաղորդավարը եւ նաեւ նա ասել է ուրիշ ներկայացնի տան անդամ ասացին արյունածարավ կոչեցին նախագահին, սա ամերիկացի ներկայացնի տան անդամներն էր ինչ ասում են, անգամ քիչ հետո նորից պիտի ցույց տամ մեկ ռիփաբլիկան սենետեր, որ լրիվ միշտ հովանավորել է նախագահին, ասել էր սա սխալ է, որ հիվանդանոցները եւ երկրի կամուրջները, սա ռիփաբլիկան իր կողմնակից միշտ հովանավորող անձնավորություն է, այդպես աշխատանք կատարելը սխալ է, ասել էր։ Ամենայն դեպս բոլոր իրեն հիշեցրին, որ դա հնարավոր չի եւ ինքը կհամարվի war criminal, համաշխարհային ոճրագործ պիտի համարվի, եթե այդպես։ Ամենայն դեպս նախագահը իր գրությունը քիչ հետո ցույց կտամ, որ համաձայնություն է եկել Իրանի հետ, բայց Իրանը այսպես հստակ չի ասել, որ իհարկե նախագահի վերջին պահանջը սա էր, որ թույլ տա այս հորմոզ նեղուցը, ինչ որ գտնվում է Իրանը, հիմա քարտեզի վրա երևի քիչ հետո կտեսնեք, որ ասեն են, որ ամերիկյան եւ այն երկրներ, որ Ամերիկայի հետ կապ ունեն, չեն կարող նավերը այդտեղից անցնել։ Բնականաբար, գիտեք, այս Persian Gulf-ը, այստեղ տեսնում եք Պարսից ծոցն եք տեսնում, Persian Gulf-ն եք տեսնում, սա հորմոզն է,
որ պետք է նավերը կան այստեղից անցնեն եւ Իրանը տեսնում եք Իրանը այստեղ է մեծ կոնտրոլ ունի այս նեղուցի վրա մեծ կոնտրոլ ունի ուրեմն թույլ չէր տալիս որ որևէ նավթ այստեղից գնա 20% նավթը աշխարհի գալիս է այս Քուվեյթ, Արաբստան, այստեղ տեսնում եք Սաուդի Արաբիա, այնտեղ տեսնում եք Բահրեյն, Ղաթար, բոլորը այստեղ են գտնվում։ Նավթը այստեղից է ինչ որ գնում է աշխարհով մեկ եւ եթե 20% հանկարծ որ արդեն մեկ ամսից ավել է որևէ դեպք չի պատահում, ոչինչ չի անցնում այստեղից, դրա համար է որ տեսնում եք բենզինը արդեն 69 سنت այսինքն նավթը 69 سنت $69 տակառներ հիմա դարձել է $114 տակառը հիմա երևի նախագահը ասում է որ կիչնի գինի կիչնի բենզինի գինը նաև կիչնի ինչ որ գիտեք բենզինը $1-ից ավել թանկացել է հիմա նախքան այս համաձայնությունը գալը ասացի անընդհատ նախագահը սպառնում էր որ ռմբակոծելու է թվում է որ 15 օր դադար է լինելու մինչև կարողանան ավել մանրամասնություններ ճշտեն իսկ նախագահը ասում է մենք արդեն մեր նպատակներին հասել ենք ռազմական նպատակներին բոլորը հասել ենք եւ նաեւ անցել ենք այսպես տեսնում եք ասում է US meet այսպես or exceeded ուրեմն մենք նպատակներին հասել ենք կամ անգամ մեր նպատակներից առավել ձեռքբերում ենք ունեցել եւ դրա համար հիմա այս Իրանի հետ համաձայնության գտա թեև այսօր նաեւ խիստ ռմբակոծում էին Իրանի Իսրայելը եւ մանավանդ Իսրայելը ռմբակոծեց Պետրոշիմի այս պետրոքեմիկալների մեկ գործարանը Իրանինը խիստ ռմբակոծեց այսօր եւ ես ուզում եմ ընդհանուր հիմա ձեզ ցուցադրել սա նախագահի հայտարարությունն էր որ ասում է Իսլամիկ Ռեփուբլիկը Իրանը համաձայնվել է որ լրիվ անմիջապես եւ ապահով անցքը բացանի straight-ը կամ այդ նեղուցը բացանի Հորմոզի եւ ես ռմբակոծումները հրաման եմ տվել որ դադարեցնեն երկու շաբաթվա համար սա ասում է երկկողմանի հարց է լինելու այսպես ասում է քիչ առաջ նաեւ ասացի Իրանը այսպես հստակ գոնե չի արտահայտվել մեկ պատճառը չլինելու տեսնում եք երբ ասեցին որ կամուրջները կռմբակոծեն ժողովուրդ գնացել է բոլոր կամուրջների վրա տարածքներ որ նախագահը ասել է պետք է ռմբակոծի կանգնել են այստեղ Իրանում եք տեսնում ինչ է կատարվում իրենց դրոշակներով գնացել են Իրանն ասում է որ նախքան համաձայնություն գալ էր սա նախքան համաձայնություն գալը ասում է որ մենք նաև կհարձակվենք իր Ամերիկայի տարբեր խարիսխների վրա միջին արևելքում եւ այսպես տեսնում եք ռմբակոծումները ինչ որ տեղի ունենում երկու կողմ ռմբակոծում են այսպես տեսնում եք սա Արաբստան Սաուդի Արաբիան էր որ ինչ որ Իրանը ռմբակոծում է այստեղ տեսնում եք վնասներ ու ինչ որ այն երկրում տեղի ունենում նախագահ Թրամփն է այս մասին ասել էր ժողովուրդն է տեսնում եք բոլոր կամուրջների վրա Իրանում կանգնել են որ եթե ռմբակոծեն պետք է մահանալուին այս անձիկը ինչ որ տեսնում եք այստեղ հիմա տեսնենք ինչպես է լինելու այս ռմբակոծումները տեսնում եք Իրանի աշխատանքներ տա ուրիշ երկրների վրա նախքան համաձայնություն գալ նախագահը ասում էր բոլոր այս գիշեր մահանալու են այսինքն Իրանի մասին է եւ չեն վերադառնալու ես չեմ ուզում սա պատահի բայց կարող է պատահի սա ասացի նախքան համաձայնություններ ինչ որ Թրամփը ասել է ասել էր որ այս գիշերը պատահելու բոլոր այդ
ամենակարևոր պատմության մեջ այսպես դեպք տեղի չի ունեցել, այսինքն այնպես խիստ ռմբակոծելու է, սա խարքն է, որտեղից նավթ էր գնում կղզին տեսակ եւ նորից տեսնում եք ժողովուրդը դուրս է եկել Իրանում նախագահ Թրամփը ասում է այդ որ մարդկանց օգտվելը որպես վահան օգտվելը շիլդ եթե օգտվեն անօրինական է եւ ոմանք իրեն են հիշեցնում որ իր աշխատանքը որ հանրության ռմբակոծել անօրինական է նախագահ ասում է եւ Պակիստանը միջնորդ է, Թուրքիա միջնորդ է, մանավանդ Պակիստանը միջնորդ է եւ նախապես հայտնի չէր ուր է հասնում, բայց ասացի վերջնական հիմա 2 շաբաթվա համար զինադադար է տեղի ունենալու, Պակիստանի եւ ուրիշ երկրների աշխատանքի հետևանքով, այսպես տեսնում եք։ Հիմա սա ինչ որ տեսնում եք, ներկայացների տան անդամներն են, որ ասում են, որ եթե այդպես սատանայի աշխատանք է, եթե նախագահը Ամերիկայի ուզում է ցեղասպանություն գործի մեկ ուրիշ երկրի մեջ, տեսնում եք այստեղ տարբեր անձիկ բոլորը մասամբ նախագահը եթե կատարեր այդ էին կոչելու։ Այստեղ Թաքր Քարլսոնը ամենաճանաչված այսպես հեռուստա հաղորդավարը պիտի համարել հիմա podcast է անում, որ ինքը այս ասում էր, եթե ռմբակոծի նախագահը նախապես շատ մոտիկ են եղել, հիմա հարաբերությունը խզվել է նախագահի եւ սա այս Republican հաղորդավարի միջև, ասում է, եթե պիտի ռմբակոծի Թաքր Քարլսոն, մարդիկ կմահանան, երեխաները ինչ որ ինքյուբեյտերի մեջ, գիտեք երեխաներ որ նորածին ծնվում են, տնում են մանավանդ եթե պրոբլեմ են ունենում ծնվում են, տեղադրում են էլեկտրականության կարիք ունեն եւ այսպես քննադատում է հիվանդանոցներում ասում է կմահանան, ասում է այս հաղորդավարը։ Սա սենատոր Republican, որ մինչ հիմա ինչ որ նախագահարներ հովանավորում էր, ասում է, որ ես չեմ ուզում տեսնեմ, որ անմեղ մարդիկ, civilian, ոչ զինվորականները ռմբակոծվի, սա ոչ զինվորական է, եթե կամուրջը պիտի ռմբակոծվի եւ ջրի կայանները, էլեկտրակայանները պիտի ռմբակոծվի, ասում էր այս նախագահին հովանավորող Republican senator։ Տեսնում եք այստեղ իրեն հարցնում էին այսօր ինչ կարող ես ասել հանրությանը ով պիտի մտահոգ լինի այս հարցերով եթե ռմբակոծում եք աշխարհականներին ռմբակոծելը եւ էլեկտրակայանները համաշխարհային ոճրագործ է համարվելու այդպես է ինչ նախագահը խոսեց որ ինքը նպատակն է ռմբակոծելով որ այդ նեղուցը բացվի դրա համար է չխոսեց ինչ որ իրեն մեղադրում են եթե շարունակի կամ կատարի ռմբակոծություն ինքը պիտի լինի համաշխարհային ոճրագործ պիտի համար war crime տեսնում եք այստեղ Ես մի տաթար վերցնեմ, մեկ դպրոց ես ցույց տամ, որ աշակերտը, ինչպես գիտեք աջախպատահում ատրճանակ վերցնում են, գնում են դպրոց, դրա մասին խոսեմ, ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում, եթե դուք վարձակալ եք, վարձենեք մեկ բնակարան, եթե մրջուն կա, միջատ կա, պահարանի բացում եք, մուկ կա, ձեզ պիտի հատուցում տան, զանգարեք խորհրդակցեք փաստաբանի հետ Դուք ոչինչ չեք վճարում, եթե աջողի վերջնի ձեզ համար հատուցում, հետո իրեն կվճարեք։ Ծրագիրը հովանավորում է ASA air conditioning-ն է, այս ընկերությունն է հովանավորում։ Եթե կան ձեր air conditioner սերվիս անեն, ընդամենը $89, ես դեմ հիշեցնեմ, դուք զանգարեք, ամեն տեղ air conditioning-ը, եթե զանգարեք կան սերվիս անեն, նախ գումար են ուզում, որ
կան մինչև ձեզ մոտ։ Հետո ինչ որ ծախս է լինում դրանք առանձին պետք է վճարեք։ Սա սերվիսը $89 է։ Եթե հարկ եղավ յունիտը փոխեք, իրենք դա նաև կատարում են, ես quality-ը հեռախոսի համար տեսնում եք ձեզ մոտ նշանակեք, եթե air conditioning-ի խնդիրներ ունենում։ Ծրագիրը հովանավորում է նաև դոկտոր Թավանսին հովանավորում է ծրագիրը։ Գտնվում է Գլենդելում Ջաքսոն եւ Կոլորադո փողոցի հատման կետում է հեռախոսի համարն եք տեսնում աչքի վիրահատող սրճենը վիրահատող է, նաև ագնոցների կարիք ունեք, աչքի ջուր է հոսում, բոլոր այդ հարցերով զանգարեք, իսկ Orange County-ում բնակվողները նաև իր նոր, այսինքն բժշկական կենտրոնը բացառել 2 ամիս է, ինչ որ բացված է, սա հեռախոսի համարն է, որևէ տեղ Orange County-ում ապրում եք, զանգարեք, ժամադրություն վերցրեք հանդիպելու իրեն։ Primate Pharmacy հովանավորում է ծրագիր։ Primate Pharmacy ձեզ է առաջարկում, եթե տեղերի կարիք ունեք, զանգարեք այս հեռախոսի համարին 818 600 777 շատ հեշտ է 600 777 ձեր տեղերը ձեր տանը կբերեն կամ դուք գնացեք իրենց մոտ Glen-Oaks եւ Highland փողոցի հատման կետում ձեր տեղերը այնտեղ ընդունեք կվերադառնա։ Օքլահոմա քաղաքում Սիթիում մեկ երիտասարդ 20 տարեկան որ նախկին դպրոցի աշակերտ եղել հրացան է վերցնում, գիտեք այստեղ հրացանը ամեն մարդ կարող է վերցնի, եթե ռեկորդ չունի իրեն հրացան կծախեն։ Որոշ տեղերում անգամ չեն էլ հարցնում դու ինչ եք ով վիճակը, հրացանը կարող է ձեռք բերել։ Վերցնում ամենայն դեպս հրացանը գնում է դպրոց։ Տեսուչը հանկարծ անդրադառնում աշակերտին ճանաչում է, մոտենում է, որ հրացանը ձեռքից առնի։ Ամենայն դեպս կրակում է անձը, տեսուչը վիրավորվում է եւ այստեղ ես ուզում եմ ձեզ ցուցադրել, տեսնում եք հետո ինչ փոլիսը գալիս է ձերբակալում են անձին եւ հիմա կտեսնեք այդ տեսուչին տանում են հիվանդանոց, բարեբախտաբար վնասները թեթև են, բայց պատկերացրեք, սա Օքլահոմա City այստեղ Pauls Valley High School-ն է, որտեղ դեպքը պատահում է, սա փոքրիկ քաղաք, սա տեսուչն է, ինչ որ քաջորեն մոտենում է նախկին աշակերտին եւ հրացանը աշխատում է ձեռքից վերցնի, բայց ինքը վիրավորվում է եւ իրեն տանում հիվանդանոց են հասցնում, այստեղ տեսնում եք այսպես այդ տեսուչն է այս կառքի վրա, իրեն տանում են հիվանդանոց, ասացի, բայց մահացու վերքեր չունի իր հետ եւ հիմա երևի ապակայում պետք է գնահատեն իրեն այս առիթով։ Ես ուզում եմ նաև խոսել այս immigration-ի custom enforcement, որ ձերբակալում էին եւ նախագահի հրամանով ցանկություններ, որ 1 միլիոն անօրինական մի տարվա մեջ երկրից հանի, շարունակվում է նախապես գիտեք Minneapolis, Minnesota-ում 2 հոգի սպանվեցին, դրանից հետո այս ձևը փոխվեց, ավել քիչ աղմուկ, նախապես շատ այսպես աղմուկ բարձրացրին, որպեսզի վախեցնեն եւ թողնեն գնան, բայց հիմա աշխատանք կատարվում է, բայց massամբ սուս եւ փուս կատարվում է։ Այստեղ ես հիմա գնում են մեկ անձնավորությունի անօրինական ICE գնում է Todd Lyons acting ICE director, ասում է որ մեր ոստիկանները գնացին ձերբակալելին մեկ gang member-ի Էլ Սալվադորում փնտրում էին իրեն, բայց ինքը եկել էր Ամերիկա, գնում են դրան ձերբակալեն, որպեսզի վտարեն երկրից հանձնեն Էլ Սալվադոր երկրին եւ մտնում է մի մեքենայի մեջ եւ այդ մեքենայով հիմա աֆիսերներին կամ immigration-ի ոստիկանությանը աշխատում է, տեսեք հիմա ինչ է պատահում, ոստիկանը կրակում է անձի վրա, որպեսզի ինքը իրեն պաշտպանվի, ասում է այս դիրեկտորը տեղակալը այստեղ հիմա որ տեսնում եք սա Minneapolis, Minnesota է,
տեսնեք հիմա ինչ է դեպքը, ինչպես է պատահում, երբ գնում են իրենց ձերբակալելու, մտնում է մեքենա, այդ սև մեքենան է, տեսեք եւ աշխատում է ոստիկանների ձեռքից փախուստ է, իրեն այդ նեղտեղն է ընտրել, այսպես ոստիկանն եք տեսնում, որ կրակում է իր վրա, մեքենայով գնում է մյուս կողմ, բայց ամենայն դեպս իրեն ձերբակալում են, սա մեքենայի մեջ տեսնում եք IC կամ immigration ոստիկաններն են, որ իրեն երկու կողմից պատերն էին, բայց կարողանում է փախուստա։ Հիմա սա միակը չի այս վերջին ժամանակներում, այստեղ այս ասում է, որ աշխատում են մեքենան կանգնեցրել էին, որպեսզի իր immigration-ի վիճակը հստակացնեին եւ Քարլոս Իվան Մենդոզա Հերնանդեզը իրեն պիտի ձերբակալեին gang member-ը Էլ Սալվադոր ասեն են, որ հանձնեն իրենց, որովհետև այնտեղ մարդասպանություն է կատարել կամ անձ է սպանել եւ օգտվում է մեքենան, որպես զենք օգտվում է ոստիկանության դեմ եւ դրա համար էր ոստիկանը իր վրա կրակում է, որպեսի պաշտպանվի, մեքենան չարված է իրեն, այստեղ տեսնում եք, երբ որ ոստիկանը մոտենում էր, հետո փախուստ է տալիս անձնավորություն, ամեն ինչ նկարում են որպես ձերբակալելուց հետո տատի տան իրեն, սա մեկ ուրիշ դեպք Մինեապոլիսում նաև պատահում է, ոստիկանները ասել են այսինքն immigration-ը ոստիկանները ասել են անձը մեր վրա պիտի կրակեր, հիմա վիդեոները նայում են, տեսեն անձը փախչում էր եւ ոչ մի զենք չի ունեցել, այդ ուրեմն այս ոստիկաններին, երբ որ զեկույցը պատրաստել էին եւ սուտ տեղեկություն էին գրել, այդ ոստիկաններին է ինչ որ տատի են տալիս, եթե սովորաբար, եթե անձը փախչում է հետևից իր վրա կրակելը սովորաբար անօրինական է համարվում, այսպես տեսնում եք մեկ ուրիշ դեպք, ինչ որ Մինեապոլիս, Մինեսոտայում պատահել էր, տեսնում եք, ոստիկանը վազելով գալիս եւ կրակում է իր վրա, հետո նույն ոստիկանն էր, ինչ որ զեկույցեր գրել, որ անձը ատրճանակ ուներ, իր վրա է կրակում, ամեն վիդեոները ուսումնասիրելուց հետո ասում են, որ անկեղծ չի գրել իր զեկույցը, որ հատկացրել էր եւ դրա համար իրեն պիտի ոստիկանին պիտի տատի տան, հիմա ասում է հենց կառավարությունն է ասում, դատախազությունն է ասում։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ մեկ ավտոբուս եւ գնաց կտեսնեք ինչ աղետ կարող էր տեղի ունենալ։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Մարտին Ստեփանյանն է հովանավորում, եթե դեմքի վրա որևէ աշխատանք պիտի կատարվի քթի գործողություն գեղեցկացնելու բոլոր այդ հարցերով զանգարեք այս մասնագետին 20 տարի ավել աշխատանք կատարում է Glendale Adventist-ի բժշկական շենքը, այդ շենքի մեջ է գտնվում դոկտոր Ստեփանյանը։ Չոփորյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում։ Չոփորյանները երեքն էլ փաստաբաններ են։ Ակոբ Չոփորյան 40 տարի է Glendale-ում աշխատում է։ Սա երախոսահամարն են։ Իրենք ձեզ են առաջարկում, եթե ավտովթար ունեցաք, ձեր մտահոգությունները իրենց հանձնեք զանգարելով 818 244 47 47 Դոկտոր Փարքեր Ջահանգիրն է հովանավորում ծրագիրը, ալերգի եւ ասմայի հարցեր ունեք, այստեղ զանգարեք։ Ծրագիրը հովանավորում է Hollywood Piano-ն հովանավորում է։ Hollywood Piano-ն շուտով նաեւ ձեռնարկ ունի տեղի ունենալու այս ամսվա ապրիլի 17-ին իրենց տարածքում Արմեն Ահարոնյան հայտնի տաշնակահար այնտեղ լինելու է, ամենայն դեպս ինքը նաև ներկա է լինելու այստեղ ինքշաբթի, ձեզ մանրամասը տեղեկացնելու համար ամենախոշոր տաշնամուրի խանութն է Ամերիկայում, սա հեռախոսահամարն է։ Ծրագիրը հովանավորում է Raffi's Market, հովանավորում է ծրագիրը։ Եթե նպարատուն է, պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու, կվերադառնա։
մեկ բասի վարորդին ձերբակալել են 29 երեխա է այդ դպրոցի բասը սա երեխաներին տանում բերում է ոչ մի երեխա չի վնասվել բայց իրեն ձերբակալել են սա տեղի ունեցել Ֆլորիդայում տեսնեք ինչու որտեղ գիտեք երկաթողագիծը երբ որ կա պետք է անձը ուշադիր լինի կանգնի երկու կողմնայի որ գնացքը չանցնի անկախ դրանից փայտի կա թե չկա ամեն անձ որ պիտի գնացքի վրայից եթե մանավանդ փայտիկը չկա պիտի կանգնի ուշադիր երկու կողմը նայի հետո անցնի այս բասի վարորդը տեսեք ինչ վտանգավոր գործ է անում 29 երեխա կան բասի մեջ ոչ մեկը չեն վնասվել բայց եւ այնպես տարօրինակ տեսեք մի վարկյան եթե մնացել էր հիմա նորից կտեսնեք տեսեք չի կանգնել տեսեք որտեղից է բասը massամբ գնացքի պետք է այս վարորդը 29 աշակերտով իրենց երբակալել են պետք է տատի տան տեսնում եք երեխաները մեջ են ինչ ահա որ դեպքեր կարող լինել Ֆլորիդայում որ այդ հատման կետը եւ սпасել էր գնացքի այդ երկաթողագծի վրա սпасել էր ասում եմ որ իմ առջևս մեկ մեքենա կար դրա համար կարծում էի կգնա դրա համար է որ ասում են պետք է անձը կանգնի վստահ լինի որ կարող է այդ երկաթողագիծը կտրի ասում այն մեքենան իմ առջևներ դրա համար էր որ այդպես վտանգավոր եղավ եւ հենց այդ մեղավոր է դրանով այստեղ տեսնում եք սկուլ բորդն է որ ասել է տատի տան այս կնոջը վարորդին այսինքն եւ մեղադրանքն է ինչ որ այսպես իրենց երբակալել են հետո ինքը իհարկե թողել է բեյլ է թող բանդ է թողել բեյլ բանդին դիմերեն բեյլ է թողել ու իրեն ազատել են մինչև դատավարություն տեղ ունենա ես ուզում եմ հիմա նաև ցույց տալ Փանաման երկիրը եթե մեր հարավում գտնվող այնտեղ տեսեք մի պայթյունը տեղի ունենում տեսեք ինչպես է այս տեղի ունեցող մեկ անձ մահանում է բայց եւ այնպես ուրիշներին վնաս չի ասել տեսեք տարօրինակ պայթյուն էսպես խոշոր տեսնում եք բախտավոր են ուրիշներ որպես կարող էր շատ մեծ վնաս լիներ սա Ծրագիրը հովանավորում է Անդրե Ղարաբյան փաստաբանն է հովանավորում եթե դուք bankruptcy պիտի ֆայլանեք եթե հրդեհ տեղի ունեցել ձեր տանը կամ բիզնես կենտրոնում զանգարեք այս հեռախոս համարի նաև եթե accident եք ունենում փաստաբանին դիմեք Ծրագիրը հովանավորում է Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում իրենք բաս ունեն մինիբաս ունեն ձեզ կտանեն եւ կվերադարձնեն որպեսզի այդտեղ դուք կշփվեք ձեր հասակակիցների հետ այս տարեցների կենտրոնում Jackpot-ն է հովանավորում ծրագիրը Jackpot-ը ամեն ինչ խանութում զեղչ է նկատի առնված 50% զեղչ է նկատի առնված գնացեք անպայման այցելեք Jackpot գեղեցիկ կոշիկներ հագուստներ բոլորը կգտնեք Jackpot-ում Ծրագիրը հովանավորում է նաև անաշե գիֆտն է հովանավորում ծրագիրը իրենք եթե ձեր ժամացույցը բատերի կարիք ունի եթե ռիմոտ ունեք մեքենայի բատերի կարիք ունի այս ավելը կարող եք վերցնել այնտեղից ընդամենը $49 նաև ծրագիրը հովանավորում է դոկտոր Իբրահիմի հովանավորում է ծրագիրը եթե թաթի տակ թաթի վրա վերք է քայլում եք շնչասպառ եք լինում 4 կենտրոններ ունի Orange County Commerce Encino Glendale հեռախոսը համարը տեսնում եք բոլորը նույնն է զանգարեք ժամադրություն վերջեք կվերադառնա Արդեն ձեզ հաղորդել եմ հունիսի 2-ին այս քաղաքում ընտրություն է տեղի ունենալու իսկ մեկ կենտրոնի մասին եմ ուզում խոսել որը կոչվում է Grayson Grayson-ը Այստեղ տեսնում եք
Գրեյսոնն է հին էլեկտրակայանն է այստեղից է ինչ որ էլեկտրականությունը հասցնում են այս Գլենդելի քաղաքին այստեղ նախապես ես երբ որ քաղաքապետ էի council member էի այստեղ դիզելով աշխատող էլեկտրոկայան էր այդտեղ եւ որոշեցին որ լրիվ մաքրել եւ ահա տարբեր տեղերում եւ ուրիշ տեղից էլեկտրականություն բերել որ մաքուր է սոլար է կամ ուրիշ մաքուր էլեկտրականություն որ դիզելով էլեկտրականություն չպատրաստվի բայց եթե դուք ուզում եք ամառը օրինակ հուլիս օգոստոսին էլեկտրականություն մարդիկ շատ են բանացնում հիմա դուք կարող եք բոլորը այդ clean energy green energy այսպես ասում են դրանով անեք որ շատ ծախսալից է լինում այդտեղ էր որ որոշվեց որ մենք 5 Ֆինլանդիայից մեքենա վերցնենք որ գազով աշխատող է այսպես 5 մեքենա է որ ծիլա անունով մեքենաներ են որ ծախսը եւ այդ base-ը foundation-ը սարքելը տարած սարքելը 455 միլիոն կարժեր եւ պարտ պիտի վերցնեին հետո տանդաղապար պիտի վճարվի տա ես դուք պետք է վճարենք տան իսկ այդտեղ քաղաքապետարանի խորհրդի անդամներից Փալա Դիվայն տիկինը որ հիմա նաեւ իր ժամանակը վերջացավ հիմա այնտեղ չի համաձայնվեց իմ հետ որ մենք կատարենք այդ աշխատանքը որ 455 միլիոն դոլարով էլեկտրակայանը պատրաստվի իսկ ուրիշներ որ պետք է ընտրության մասնակցեին անընդհատ ասվին clean air եւ այլն այսպես խոսքեր էին ասում ասացին ոչ եւ խնդրեմ ստեղծեցին ու այսպես տեղի չունեցավ հենց ընտրությունը ավարտվեց եկան ասացին թվում է որ պետք է այդ էլեկտրական այդ կայանը ինչ որ պիտի ստեղծվի որոշ մաս նաև այս որսիլա մեքենաներ որ գազով պետք է աշխատեն պիտի գնեն հետո նայեցին տեսան 850 միլիոն է լինում 455 միլիոնը այնքան ուշացրին որ դարձավ 850 միլիոն արժողությամբ եղավ հիմա ինչ վախեցան որտեվ ասեն 5 հատը պետք է տեղադրեն որ հարկավոր է 5 հատ Գլենդելի համար 5 հատ հարկավոր է եթե 5 հատը տեղադրեն ինչպես պիտի բացատրեն 455 միլիոնը հիմա իրենց ընտրվելու համար դառնա 850 միլիոն չէին կարող բացատրեին պետք է մարդիկ կբարկանային իրենց երևի այսպես կքննադատեին եւ ուրիշ հարցեր ինչ որ կարող էր ստեղծվել ուրեմն ինչ եղավ հիմա որովհետեւ այդ գումարը եթե երկու վերցնեին բավարար չէր լինի էլի պետք է անընդհատ դուք էլեկտրականություն չունեիք եթե հիշում եք 2000 թվին 2001 թվին հանկարծ այսպես հիմա ավել շատ էլեկտրականություն են մարդիկ օգտագործում որովհետեւ մեքենաներ կան էլեկտրական են տան մեջ օրենք Գլենդելում անցա որ նոր շենք կառուցում են միայն էլեկտրական ուժով պիտի լինի գազ չեն կարող բանացնել եւ այլն ուրեմն այս էլեկտրականությունը ավել հարկավոր էր հիմա ինչ եղավ որովհետեւ գինը շատ տարբեր չլինի ժողովրդին Գլենդելի հանրությանը խափելու համար 3 մեքենա են այսպես պատվիրում գինը էլի ավել շատ է 515 միլիոն է լինում այդ 5 հատը 455 միլիոն էր հիմա 3 հատը տեղադրելն են 515 միլիոն որ ժողովուրդը մտածի չգիտեն ինչ է կատարվում կարծում են 455-ը լավ մի քանի տարի անցել է թանկացել է ոչ ցես խափեն են դուք նորից ունենալու եք խնդրեմ մի ժամանակ չի լինի մինչև իրենք այստեղ ընտրվելու են ներկայացնելու են քաղաքապետարանը council member են լինելու քաղաքապետարանի խորհրդի անդամ են լինելու խնդրեմ չի լինի հենց որ գնան այս քաղաքը կդառնա նույն խնդրեմի մեջ ինչ որ
նախապես եղել է այսպես մարդիկ տեխնազուներ կան որ այդ աշխատանքը կատարեցին դուք նկատի ունեցեք ում եք քվեարկում թե ոչ էլի այս կպատահի ես էի միայն այնտեղ որ վկայալ licensed professional engineer էի մնացածը ոչ մեկը այդ այսինքն կրթությունը չունեին փորձառությունը չունեին բացի ես եւ ահա այսպես դաժանորեն տավաճանեցին մեր ժողովուրդը դրա համար է որ դուք ուշադիր պիտի լինեք ում եք քվեարկում ինչ եք քվեարկում ծրագիր եկավ իր ավարտին ցես կհանդիպեմ վաղը մի շնոր հանդիպում